Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացնում է Հայաստանյան Առաքելական եկեղեցու վերին իշխանությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության առջև։ Լավ, ուրեմն պետությունը կամ մարմինները պետական չեն կարող անհատ հոգևորականների հետ կնքել պայմանագրեր, որոնք բխում են Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից։ Ինչի է ասում բնութագիրը։ Ուրեմն մենք փայլուն ծառայած հոգևորականներ ունենք քերակատողական հիմնարկներում, որոնցից մեկի անունը կուզեմ հիշատակել Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան, ավագ քահանա Հովհաննիսյանի։ Տեր Գրիգորը ցմա դատապարտյալների քահանան էր։ Ժամանակին, երբ ես ծառայության կոչվեցի քերակատողական հիմնարկներ, հասկացա, որ չեմ կարող այդ կողմը լիարժեք ծառայություն իրականացնել եւ դիմեցի Վեհափառ Հայրապետին մի քահանա առանձնացնելու միայն ցմա դատապարտյալների համար։ Եվ Տեր Գրիգորը սիրով համաձայնվեց ստանձնել այդ բարդագույն ծառայությունը։ Ինչ են անում։ 16 տարի ծառայելուց հետո մենք շնորհակալություն չենք էլ ակնկալում։ Մեր ծառայությունը միշտ եղել է մեր հաշվին, եւ նյութական, եւ ժամանակի, եւ էներգիայի մեր հաշվին է եղել եւ մենք կարծում ենք, որ դա մեր պարտականությունն է։ Ակնկալիք էլ չենք ունեցել պետությունից, երբևէ չենք դիմել որևիցե մի նյութական օգնության համար։ Եվ Տեր Գրիգորը 16 տարի շարունակ իր հաշվին, կրկնում եմ, Մի փորձեք տեսեք պաշտոնյաներից կամ պատգամավորներից որ մեկն է իր հաշվին ծառայություն մատուցում է ազգին։ Իր հաշվին 16 տարի այցելել է ցմա դատապարտյալներին եւ իրենց ընտանիքներին անհրաժեշտության դեպքում։ Ինչ են անում։ Առանց զգուշացնելու ծառայության ղեկավարը քրեակատարողական հրաման է շրջաբերական է իջեցնում բոլոր քրեակատողական հիմնարկներ արգելելու Տեր Հայրի մուտքը։ Այսինքն լավ շնորհք կա, քաղաքավարություն կա, ի վերջո պետական կառույցի ներկայացուցիչ եք։ Օտար նմանատիպ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին էլ գնում եք, այսպես ձեզ քաղաքակիրթ եք պահում, ժպտում եք, շփվում եք հանուն պետության, համարենք, որ հանուն պետության է։ Լավ, ձեր քաղաքացու 16 տարի քրեակատողական հիմնարկներում ծառայած տարիքով հոգևորականի հանդեպ կարելի է նման վերաբերմունք ունենալ այն պատճառաբանությամբ, որ իբր քաղաքական խոսույթ է ունեցել։ Իդեպ ես մեծ կասկած ունեմ, որ դրա համար է։ Տեր Գրիգորը պարզապես հարցազրույցներից մեկի ժամանակ շատ ուղիղ տեքստով մեղադրել է գործադիր իշխանության ղեկավարին թեմում ստեղծված իրավիճակի համար եւ ես խոր համոզմունք ունեմ, որ սրա համար է։ Ոչ կանչել են իրենց մոտ, զգուշացնեն, թեկուզ խնդրեն, բայց նույնիսկ եթե հեռացնելու էին, քաղաքակիրթ ձև կա 16-ամյա ծառայություն իրականացրած հոգևորականի հետ իրենց հարցերը պարզելու։ Եվ սա ես կարծում եմ բնութագիր է։